Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Antifake-ի հետ մենք ձեզ ներկայացնում ենք Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Այս անգամ Պետրոս Ղազարյանն իր տաղավարը հրավիրել հայտնի պատգամավոր, հայտնի շիշ բռնողին, որը կոչվում է նաև շատ նեղ շրջանակներում Հայկ Սարգսյան։ Բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանեք տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, իսկ Donation Alerts, Patreon, Super Chat եւ բանկային փոխանցումներով օգնեք Antifake-ին այս եւ մյուս նախագծերը կյանքի կոչելու համար։ Բարև եկեք սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք քննարկենք մի օրենքի նախագիծ, որը վերաբերվում է Զորակոչին, դուք գիտեք, որ այն մեզ համար շատ կարևոր եւ ցավոտ թեմա է։ Մեր հյուր ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է, բարև եկեք պարոն Սարգսյան, շնորհակալություն հավելելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Հազար բարին, բարով ձեզ պարոն Ղազարյան։ Ընդ լասում ես Հայկ Սարգսյան, մարդիկ հենց կիմանան ես իմով։ Ասա ազգային ժողովի պատգամավոր շիշ բռնողն է։ Ինչի մասին օրենքը կխոսենք։ Ինչու է ծնվել այս օրենքի անհրաժեշտությունը։ Կատարել եմ մի շարք հարցումներ պաշտպանության, առողջապահության, ներքին գործերի նախարարություններ, ներքին գործերի երկու նախարարություններ, վիճակագրական կոմիտե, քննչական կոմիտե, դատախազություն, բարձրագույն դատական խորհուրդ, բարձելու համար, թե վերջին 20 տարիների ընթացքում ըստ տարիների քանի զորակոչիկ ենք ունեցել պարտադիր զինվորական ծառայության ենթակա, նրանցից քանիսն են ներկայացել, ներկայացող զորակոչիկներից քանիսն են ստացել տարկետում կամ ազատվել ըստ հիմքերի, ինչ հիմքով են ստացել տարկետում եւ ինչ հիմքով են ազատվել ծառայությունից, քանիսը չեն ներկայացել զորակոչի, չներկայացածներից քանիսի նկատմամբ հարուցվել քրեական գործ, քանիսն են հետախուզվել, հետախուզվողներից քանիսն են հայտնաբերվել, հայտնաբերվածներից քանիսն են դատապարտվել ազատազրկման։ Եվ վերլուծելով այս վիճակագրական տվյալները տեսնում ենք, որ տղաների մոտ 20%-ը Զորակոչի ենթականների թվի մոտ 20%-ը հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից մինչև 18 տարին լեռանալը։ Իսկ պարոն Սարգսյան, ինչ եք բարձր, իսկ քո աղբերն ինչի չգնացել բանակ։ Զույգ աղբեր եք, օրինակ այսքան հարցումներ ես արել, բայց չես ասում ներքին գործերի նախարարություններ, դատախազություն, քննչական կոմիտե, պաշտպանության նախարարություն, իմ զույգ աղբերը, աղբեր ջան, իմ զույգի թայը։ Ինչի չգնացել բանակ։ Կամ ասենք թե չես հարցրած, Նիկոլ Փաշինյան, ինչի չգնացել բանակ։ Տիգրան Ավիդյան, ինչի չես գնացել բանակ։ Էմեք ինչի չես դարձել։ Այդ ձեր խմբակցության падգամավորների կեսից ավելին բանակ չի գնա։ Բայց այդ հարցումների մեջ ինչ են ասել։ Դրանք ինչի չեն գնացել բանակ։ Կարող է հրաժարվել են քաղաքացիությունից։ Միլիոնները մուծել են։ Բա ո՞նց է էլ է։ Այսինքն նրանք, երբ լրանում են նրանց 18 տարեկանը, նրանք զորակոչի ենթակա չեն եւ ընդհանրապես չեն անցնում որևէ հաշվառում։ Տեսնում ենք, որ զորակոչիկների, արդեն հաշվառված զորակոչիկներով, ովքեր որ չեն հրաժարվել, այն մեր բազան, որ մենք ունենք, մոտ 5%-ը չեն ներկայանում զորակոչի այդպիսով խուսափելով զինվորական ծառայությունից։ Մոտ 50%-ը առողջական խնդիրների պատճառով կամ պատրվակով ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Եվ վերջնարդյունքում, այսինքն դուրս եկավ ինչ 25%-ն է։ Վերջնարդյունքում բանակ է զորակոչվում, զորակոչի ենթականների ընդամենը 30-ից 40%-ը։ Դա հիմնական, բայց ասենք եթե մի տնից ալնում, երկու աղբերն էլ, մեկը եթում է, մեկը չի եթում, դա ելնում է 50%։ Նիկոլենցը 3 աղբերն էլ է, երկուս գնացել է, մեկ չի գնացել, դա 33։ Նայած էլ դա տատանվում է 33-ից 50, նայած որի տունը ինչ վիճակ է։ Այս թվերը որ դուք ներկայացրեցիք, պատերազմից հետո է, թե նաև առաջ է եղել։ Պատերազմից հետո ուրիշ թվեր է եղել Պետրոս ջան, պատերազմից հետո արդեն 5000 երիտասարդ արդեն սպանված է եղել, պատերազմից հետո արդեն մի 10000-ը արդեն հաշվանդամ է եղել, պատերազմից հետո Տիկին Աննան ասել է, որ այն բանակ գնացածները նաև որ կամավոր էին գնացել բանակ իրանց հայրենիքը պաշտպանելու, իրանք գիտեն իրանց հայրենիքն, բայց հետո պարզվեց, որ չէ, դա Ադրբեջանն է 91 թվականից 18 թվականից Նիկոլ Փաշինյանը գիտեր, ուղղակի ոչ մեկին չէր ասում, խաբում էր։ Այդ նրանք դասալիկներ են եղել 11000-ը, դա մենակ Տիկին Աննան ասել, մեկը Իլհամ Ալիևը, քննչական կոմիտեն այդպես բան չի ասել։ Պատերազմից հետո արդեն Արցախի պաշտպանության բանակը ոչ մեկը չի զորակոչվել, որպեսզի պաշտպանության բանակը թուլանա, կարողանան 23 թվին Արցախը հանձնեն Ադրբեջանին։ Դες թվերը տարբեր է, էլի Պետրոս ջան, պատերազմից առաջ ուրիշ էր, պատերազմից հետո ուրիշ է։
միշտ եղել է այս թվերը, պատերազմից հետո 2020 թվականին 44-րդ պատերազմից հետո քաղաքացիությունից հրաժարվելու թվերը աճեցին, ինչը կարող ենք օբյեկտիվ համարել կախված վախերի հետ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային անվտանգային համակարգի մասով, մի փոքր ավելացավ 2020 թվականին, բայց 23-24 թվականին իջել է, բայց շարունակում է էլի մնալ մտահոգիչ։ Այսինքն տենդենսը կա։ Լսի, բայց հələ մի րոպե Պետրոս, հələ սպասել է։ Բա 18 թվին, որ դուք ադրբեջանա-թուրքական հեղափոխություն էիք անում, դուք խոստանում էիք, ասում եք, որ մարդիկ քաղաքացիությունից կհրաժարվեն, կթողեն Հայաստանից կեթան, ախա դու ոնց որ հակառակն, հələ մի հատ հիշի Նիկոլ Փաշինյանն ինչ է, դու կող կանգնած ես, չէ՞։ Խոսում էր, ասում էր, հեսա, մեր հայրենակիցները ամբողջ Սփյուռքից վերադառնալու են Հայաստան, նրանք ովքեր արտագաղթել են Հայաստանից, գալու են Հայաստան, հետո այդ թաշկում նայած որտես խոսում էր, օգորտ չորանում էր, մի քիչ ջուրը խմում էր, շիշ տալիս երկու ձեռը, շիշը դու բռնում էիր, ինքը շարունակում էր, ասել էր, որ այս սփյուռքահայերը գալու էին, ներդրումներ էին անելու, այդ ինչ է եղա այդ տղա։ Բայց ինչի՞ն մարդիկ սկսել քաղաքացիություն, հակառակն է, այսինքն դրանք չեն եկել հերիք չի։ Հələ մի հատ եղածներն են սկսել են քաղաքացիությունից հրաժարվել ու գնալ, բայց դուք մնացել եք։ Բայց դուք ախոր ինչ բան եք խոստացել։ Հələ մի հատ հիշի են, շիշ բռնելու տորերը հիշի, այդ արանքներում շիշը որ տալիս էր ձեռդ, հետո վերցնում էր նորից էլ տալիս էր ձեռդ։ Այդ ընթացքում ինչեր էր խոսում։ Այսինքն թիվը ունենք տարեկան 2000-ից ավել քաղաքացի ենք ունենում։ Ես ճիշտ եմ հասկանում, թեման այսպես է, որ 18-ում պետքա գնան բանակ, մինչև 18 լրանալ է, շատ ավելի վաղ 6 տարեկանում, 7 տարեկանում, 10 տարեկանում ծնողները երեխաներին հանում են Հայաստանից, Հայաստանը լքում են, քաղաքացիությունից հրաժարվում են, որ չծառայեն։ Այո։ Այո։ Բայց Պետրոս, իրանք խոստանում էին այդ այո ասողը, որ մինչև 2050 թիվը պատերազմից առաջ, պատերազմից մի ամիս առաջ էր կարծեմ օգոստոսիներ, այդպես Սթիվ Ջոբսի նման, ասես միկրոֆոնը ասես դրած, հիմա դες տգետների դպրոցում է ինքը դասախոսություն կարդում։ Մեծ էկրանի վրա Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Հայաստանի մինչև 2050 թվականի տեսիլքը։ Ունդե պիտի Հայաստանի բնակչությունը ոչ թե քաղաքացիությունից հրաժարվեր, ընտանիքներով թողնեն գնային Հայաստանից, այլ դառնար ինչքան 5 միլիոն մարդ, որպեսզի այդային ստադիոնները լսվեին բալետ անեն, որտեղ այդ ժամանակ պիտի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնար աշխարհի չեմպիոն։ Հա, որտեղ Մելիք Բեկյանը դες բաներ պիտի աներ։ Ու պիտի բնակչությունը աճեր։ Մեր բանակը պիտի լեր աշխարհի լավագույն բանակներից մեկը։ Հայաստանը պիտի ունենար լավագույն հետախուզը, այս սաղ իրանք խոստացել էին։ Իսկ հիմա գնում են Հայաստանից, հրաժարում են։ Այո։ Այո։ Բա Պետրոս ջան։ Այո։ Այդ տենց է մեխանիզմը, մեր քաղաքացիները միջև կցագրվել է, միջև հաշվառվել է, միջև 14 տարի լրանալ է, հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ստանում այլ երկրի քաղաքացիություն, վերադառնում շարունակում ապրել Հայաստանի Հանրապետությունում, ունենալով այլ երկրի քաղաքացիություն։ Կամ էլ ընդհանրապես գնում են։ Ունենք օրինակ էլիտար համարվող դպրոցներ, որտեղ տղաների գերակշիռ մեծամասնությունը կամ բոլորը ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, լինելով ազգությամբ հայեր։ Այս մարդկանց ուշքու միտքը էլիտարներն են։ Ոնց անեն, որ էլիտարների գործը լավ լինի, որովհետև որ ասենք մի հատ էլիտար հարսանիք ալնում, ինքը լնումա քավոր, օրինակ հիմա նորապսակներն են գնում Հայաստանից։ Մարդիկ փոխանակ Հայաստանում փսակվում են, այդ մեն Կիպրոսում են փսակվում։ Կիպրոսում փսակվում են քավորնովա, աբրես, շիշբռնողը։ Մեկ էլ այդ հարսանիքին շիշբռնողը հանդիպում է իր գոլեգային, այն ինչա թուր բռնող։ Ու ինչ պիտի անի շիշ բռնողը թուր բռնողին, փողերը հանի եվրոները սիրուն շարի այս շշի վրա, ասեմ շշի, թրի վրա, որովհետև ինքը արդեն նորմալ միլիոնատեր տղա է, ելեն առաջվանը չի։ Հիմա այդքան փողերը որ շարում է, ոնց պիտի աշխատի։ Այո, մարդիկ պիտի մուծվեն, որպեսզի իրանք այդ փողերը արդյունքում ունենան, որ ապրեն իրանց ցոփ ու շվայտ կյանքով։ Իսկ աղքատներն ինչ պիտի անեն Պետրոս։ Դեթան բանակում ծառայեն, դեթան մեռնեն, որպեսզի իրանք կարողանան իրանց այդ ցոփ ու շվայտ կյանքը վայելեն, սպիտակ շորժա, առանց հսկիչ դրամարկայի մեքենայի, կարանտինի ժամանակ, դվին լողավազան, սպիտակ խալաթով, բա ոնց, ապրում են մարդիկ, բա չէ, քո նման, չէ, ներողություն, մեր նման լավ, ֆուտբոլի խաղ կա Եվրոպայում բաց թողածել ես Պետրոս,
Այսինքն երբ լրանում են նրանց 18 տարեկանը, նրանք չեն զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, ի տարբերություն մեր մյուս երիտասարդների։ Եվ այստեղից է գալիս օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը եւ նախագծով ինչ եմ ես ասում սիրելի հայրենակիցներ, մի հրաժարվեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, կամ եթե ամեն դեպքում որոշել եք հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, որպեսզի չծառայեք, վճարեք 15 միլիոն դրամ քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Վերջացավ։ Այսինքն Պետրոս ջան, համ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվեք, թողեք այս երկրից գնացեք, փողն տվեք, որ իրանք ուտեն վայելեն, 15 միլիոն դրամ։ Չի ասում է, օրենքի նախագիծը ինչա, ես առաջարկում եմ ինքը։ Մեր երկրի օրենսդիրն է, ինքը ամբողջ պարլամենտն է, ինքը որ լսես, իմ օրենքի նախագիծը, ես առաջարկում եմ, ես համաձայն եղա իրան, ես առաջարկում եմ, եկեք 15 միլիոն դրամ տվեք, թողեք գնացեք աղբեր ջան, մնացել եք Հայաստան ինչ անեք։ Մանավանդ հարուստ մարդը, ունևոր մարդը, մենակ ինվեստիցիաներ անեք, բիզնես դնեք, աշխատեք, ստե ապրեք, ոչ աղբեր ջան, բերեք փողը տվեք, թողեք գնացեք։ Որ մենակ իրանք թուրքերը կան, հետո այդ փողերն էլ իրանք տան թուրքերին, որովհետև Ադրբեջանի կառավարությունը հաշվել է, որ Հայաստանը պիտի այդ Հայաստան եկող ադրբեջանցիներին 17 միլիարդ դոլար փող տա, մեր բյուջեն ընդամենը 7 միլիարդ է Պետրոս։ Դա համար պիտի ինչ անենք, Հայաստանի այս քաղաքացիներով որ փող ունի, դրանց մի հատ թալանեն, էլաս փողերը ձեռից առեն, ասեն լավ, փողերը ձեռից առանք, ռադել գնացեք։ Սրանք թողնեն գնան, որ այդ փողերը տանք թուրքերին։ Դե տակդել իրանց մի քիչ եվրոներ կմնա, իրանց հարսանիքները կեթան Կիպրոս մեպրոս բանոն կանեն։ Լավ, վատ մեխանիզմա Պետրոս, չոտքի մշակած մեխանիզմ է, մարդը նստե մշակելա, թուրքի գույնի կանաչ գալստուկն է, կապեկ է նստելա, ստե սիրուն, տեղը տեղին։ 15 միլիոն դրամը սա այն գումարն է, որը մենք վճարում ենք երկու պայմանագրային զինծառայողների 2 տարվա աշխատավարձ։ Այսինքն, եթե դու չես ցանկանում ծառայել, նախ ասում ենք մի հրաժարվի, խնդրում ենք մի հրաժարվի քաղաքացիությունից, բայց ամեն դեպքում եթե որոշել ես հրաժարվել, վճարի 15 միլիոն դրամ, որովհետեւ այն բացը, որ քո հրաժարվելով առաջանալու է, լրացվի այլ քաղաքացիների միջոցով։ Երկրորդը, ասում ենք մի պատրաստեք առողջական խնդիրների թղթեր, մի տվեք կաշառքներ բժշկական հանրությանը կամ այլ պաշտոնյաներին, որպեսզի ստանաք տարկետում կամ ազատվեք պարտադիր զինվորական ծառայությունից առողջական խնդիրներ ունենալու հիմքով։ Քանի որ մենք մի քանի փոփոխություններ ենք կատարում, առաջինը որոշ առողջական խնդիրներ ունեցողներին տանելու ենք սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության, եւ երկրորդ Հիմա էլ այդպես չի։ Հիմա էլ այդպես, բայց մենք մեծացնում ենք ցանկը, թե օրինակ եթե մարդ զինծառայողը ունի առողջական տվյալներ, օրինակ ունի վարորդական վկայական, կարողանում է զբաղվել սպորտով, ունենք չէ՞ մեր հանրության շրջանում շատերին գիտենք, մեր շրջապատում կամ մեր ընկերների մեջ, ովքեր առողջ են, բայց ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, բայց տեսնում ենք, որ իրենց առօրյա կյանքում նրանք մերպես կամ մեզանից առողջ ապրում են։ Այ աղբեր ջան, հենց չես հեռու, աղբերդ։ Աղբերդ օրինակ ինչ հիվանդ է։ Փողա շատ սիրում, դրա համար է նոյեմբերի 7-ին մի քանի միլիոն դոլար կանխիկ գումար գրեվել են վերցրեց իրակա հիվանդ է, հա, դե փողի հիվանդ է, հա, փողի մեռած։ Դրա համար է երևի ազատվեց զինվորական խեղճ տղան Պետրոս փող շատ են սիրում։ Սրանք փող շատ են սիրում, ժառանգական է, սրանց հերնել է տենց։ Փող սիրում են աղբեր, այս մարդիկ փող սիրում են։ Դե դեռ ժառանգաբար անցնում է, էլի։ Թոշակառուի փող կլինի, էդ էլ են սիրում, բանի փող կլինի, ասենք թե զինվորի փող կլինի, սիրում են, փող են սիրում։ Ու ասենք թե այնքան են սիրում, որ հիվանդանում են ու այդ հիվանդությունից ազատվում են, մեծ չես ասում, մենք ասում ենք կաշառք մի տվեք, խնդրում ենք էլի կաշառք մի տվեք։ Բերեք այն կաշառքի փող, օրինակամուծեք, որ մենք տանք ադրբեջանցիներին։ Մի հանձնաժողով ընդամենը Պետրոս Պոպի վերած կաշառք տալի, ամբողջ իրավական համակարգը ինչի համար է, ընդդիմություններ բռնելու համար է, որ մարդ ընդդիմադրելն է, թակ բռնեք։ Գնացեք ընդամենը մի քանի պաշտոնյա չեն, մի թողեք ապօրինություն, չի ասում։ Բերեք սես, փողը կա աղբեր։ Իզուր տեղն չես տանում կաշառք տալի, որ մենք էլ մեր պաշտոնյաներին բռնենք, ասենք մեր երկրում կոռուպցիա կա, այս կա, այն կա։ Արեք մի անգամից սիրուն փողը մուծեք, դուք բանակից ազատվեք Հայաստանից, թողեք գնացեք, մենք էլ այդ փողը կտանենք Ադրբեջանից։ Մարդը է։ Լավն են չէ։ Լավ էլ արեն են խոսում։ Պետք է մենք խրախուսենք պարտադիր Մեր մոտ ընդունված հայրենասիրական այսպես խոսույթը կենացներ եւ այլն, բայց ցանկացած ծնող ծանր երկընտրանքի առաջ է կանգնում, երբ որ ինքը երեխա ունի։
Եվ դա ինչ-որ միտեղ մարդկայնորեն բացատրել է։ Ինչ եք առաջարկում դուք։ Քանի որ ես փաթեթով մի շարք սահմանափակումներ եմ մտցնում, որով բարթանալու է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը կամ դառնալու է անհնարին, նաև առաջարկում եմ բարձրացնել պարտադիր զինվորական ծառայության գրավչությունը մի քանի քայլերով։ Քանի որ ես փաթեթով սահմանափակումներ եմ մտցնում, սա ինքն է անում, Պետրոս, ոչ թե օրենքով արվում, ոչ թե ինքն անում, այ ախպեր, այս երկիրը ինքն է կառավարում, դե մի 4-5 տեղ ազատան, նոր հետո գալիս են Նիկոլ տես բաներ։ Ինքն է, էլի ինքը, որտեվ ախպեր ջան, ինքը շիշը ինքն է բռնե Պետրոս, հասկանում ես։ Իսկ Նիկոլ որ ջուրը խմել է, շիշը տվել է քո կարծիքով ով է բռնել շիշ։ Հիմա ինքը սահմանափակումներ է մտցնում։ Առաջինը տալ հնարավորություն ժամկետային զինծառայողներին կարճատված ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ։ Առաջին ու նաև այս հավաքված գումարներով նաև առաջարկում եմ, որպեսզի բարձրացնենք զինծառայողների աշխատավարձը։ Արա զինծառայողներին չես բարձրացնում, այդ ցավը տանում, այդ զինծառայողները երբ եք բարձրացրել։ Ոստիկաններին է բարձրացրեք, քննիչներին է բարձրացրեք, դատավորներին է բարձրացրեք, դատախազներին է բարձրացրեք։ Զինվորականները ինչ մեկը պետք է դա մեռնեն էլի։ Իզոր տեղան չեք դրանց փող տալի։ Երբ եք դրանց տվել։ Ո՞վ որ պետք է դրանց տվեք ախպեր։ Նրանք այսօր ստանում են դրամական ապահովման միջոցով, կառավարության որոշումով սահմանված չափերով։ Ըստ այդմ, ինչ եմ ես առաջարկում։ Առաջարկում եմ ընտրություն կատարել, առաջարկում եմ նախ չհրաժարվել քաղաքացիությունից, նրանք ովքեր գտնվում են հետախուզման մեջ վերադառնան Հայաստանի Հանրապետություն, նրանք ովքեր փորձանմուշ չեն տալիս, տան փորձանմուշ, որպեսզի հասկանանք նրանք պիտանի են թե ոչ, եւ զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության եւ կատարեն մի քանի ընտրություն։ Առաջին, ծառայեն 24 ամիս ժամկետով եւ ստանան բարձր դրամական ապահովում, այսինքն աշխատավարձ։ Երկրորդ, ծառայեն 6 ամիս պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ եւ երրորդ, ծառայել 1 ամիս պետական բյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Իմացար Պետրոս, հիմա մեծս թազա հավելված ալելու, կոչվելու է շիշ բռնող։ Այդ հավելվածը քաշում ես հեռախոսիդ մեջ, ասենք եկել է բանակ գնալու վախտը։ Քաշում ես, մտնում ես App Store կամ Play Store, բանը, այնպես քաշում ես շիշ բռնող հավելվածը։ Ասում ես շիշ բռնող։ Ինձ ինչ ես առաջարկում։ Ես ուզում եմ քաղաքացիությունից չհրաժարվեմ կամ ուզում եմ հրաժարվեմ։ Ասում ես հրաժարվես վճարի 15 միլիոն դրամ։ Մի անգամից սխում ես բանկային քաշվից 15 միլիոն դրամ տանում եմ։ Ասում ես լավ, ես ես մի հատ օպցիա եմ ուզում։ Ուզում եմ 24 ամիս ծառայեմ, հա, ասում եմ դու աղքատ ես, պաշոկ չորտու, բանը ջնջի, գնա ծառայի։ Ասում ես լավ, ես ուզում եմ ծառայեմ 6 ամիս։ 6 ամիս։ Անդա հարցում ամառ թե ձմեռը։ Դե գները կարա տարբերել, նի։ Ասում եմ ամառը։ Ամառը 15 միլիոն դրամ, վճարում ես 15 միլիոն։ Ասում ես ես ուզում եմ մի ամիս, սանատորիա է, էլի Պետրոս, բանակը սանատորիա է։ Մի ամիս մուծում ես, ասենք 20 միլիոն դրամ, մի ամսով է թվում է սանատորիա։ Ուղղակի ասենք ջերմուկում կարող է օրը 30,000, դա ասենք մի միլիոն դրամ մուծես, հետ հասնդ այնտեղ եմ, բայց 3 անգամվա սնունդ, Պետրոս, մտնում եմ մեջը, ռուսիկը տալիս են, մայկան տալիս են, ամեն ինչ, չնայած չէ, էդի պիտի առնես, էդի պիտի դու առնես, սկզբից կա։ Էդի մի ամսով է թվում է սանատորիա, ընդամենը, փողը տվիր, վերջ ախպեր ջան, էլի ինչ բան, մի ամսով ասենք թե զինվորական ծառայություն, ուսումնական պլան, մարտական զենքի հետ ծանոթություն, զինվորական մասնագիտություն, բարոյահոգեբանական պատրաստություն, այս բաները էլ արդեն իրեն չի վերաբերում, չի ախպեր ջան, ասենք տանում ես, մի փողը մուծում ես, մի ամիս ծառայեցիր, սանատորիան պրծավ, արդեն գնացիր դու քո գործերով։ Եթե հանկարծ մարդ ես ուզում ես քաղաքացիությունից հրաժարվես, 20 միլիոնի տեղը 10-15 միլիոն, 5 միլիոն զեղչ։ Առևտրական մարդիկ են ախպեր, հետո մենակ հավելվածով չի, մարդկա ասենք օրինակ հավելված չունի, մտնում ես խանութ City, ասենք հասնում ես կասային, առևտուրը տանում ես, ասում ես մեկ էլ երեխու բանակի հարցն է էլի, կարանք ձեր մոտով վճարենք, ասում եմ խի չես կարա, ինչքան որն ես ուզում։ Բանը, ասում է բանը, մի ամսվան եմ ուզում, սիրուն դարակից է բարկոդը հանում է, կլետ պահամա վրեն, City զեղչն էլ հետա էթում է, արդեն գնացիր դու, էլ բանակ չես սառայում, շատ ժամանակակից ձևեր է,
Խելոք մարդ։ Այսինքն նրանք չեն ունենում ծառայությունից խուսափելու որևէ տարբերակ, դրանք բոլորը պարտավոր են առնվազն 1 ամիս ծառայեն, որից հետո կտան երթում, կհաշվառվեն որևէ զորամասում, կունենան իրենց զինատեսակը, իրենց կցված զենքը եւ կարիքի դեպքում նաեւ պաշտպանության նախարարությունը կօգտագործի իրենց նաև 25 օրյա հավաքների նրանք կհրավիրվեն։ Ի տարբերություն հիմա, երբ նրանք հրաժարվելով քաղաքացիությունից նախ եւ չեն ծառայում, հետագայում 25 օրյա հավաքներին չեն հրավիրվում եւ այլ կարիքների համար պաշտպանության նախարարությունը չի կարող իրենց մոբիլիզացնել։ Հասկացար Պետրոսյան, այն կանոնավոր բանակը, որ պիտի մարդիկ այդ 2 տարով ծառայեն, ունենան զինվորական պատրաստություն, մասնագիտություն, տեղանք, հրամանատար, այդ ամեն ինչը վերում դառնա բանը 25 օրով։ Այդ մեզ էս կարիք եղավ ախպեր, ասում 25 օրով արի քեզ տանեն կռիվ կլի կմեռնեք հիմա, ինչ է, այդքան մարդ մեռլա դուք եք կմեռնեք։ Ով ապա, այս մարդը պատասխանատվություն կրել է այդքան մարդ։ 5000 մեռել 5000 եք կմեռ։ Ինչ կա դրա մեջ։ 25 օրով։ Գալիս են տանում են բանակ։ Դրա համար ասում եք, բան բերեք 1 միլիոնը, այս 20 միլիոնը տվեք, մի ամսով կեթակ, ախպեր ջան, մենք ձեզ կցակրենք 25 օրով է գործից կտրենք, կտանենք բանակ։ Պատերազմ կլինի։ Կտանենք կլստենք Թուրքի բերան, մեկը ոչ մասնագիտություն ունեք, ոչ կռվել գիտեք, ոչ տեղանքի եք ծանոթ բան, մեկը պիտի մեկ մեռնի, ով մեռնի։ Համ փողը տվեք, համ մեռեք։ Իսկ իրանք այդ փողին Գեթան սիրուն, թանկ տները կառնեն, արտասահմանները ման կգան, լնա ինչքան տեսքի այք է, սիրուն, լողացե, մաքրվել են բան, սաղ տեսքի են եք է, միլիոնատերեր են դարը սաղել, ինչ վատ է, մեկը պիտի լներ Պետրոս, մեկը պիտի լներ, դու ես մարդը լինի, աշկը թանել է, դու ես մարդը, ինչ վատ է, որ ինքն է։ Սա է ընդհանուր օրենքի տրամաբանությունը եւ ամփոփելով ասեմ հետևյալը մի հրաժարվեք քաղաքացիությունից ծախսելով ֆինանսական միջոցներ մի տվեք կաշառք բժիշկներին կամ այլ պաշտոնատար անձանց առողջական խնդիրների թղթեր պատրաստելու համար փոխարեն այդ գումարները վճարեք պետական բյուջե ծառայեք կարճատված ժամկետով իսկ ձեր վճարած գումարով զինված ուժերը կհամալրվեն այլ զինծառայողներով Սպասի Պետրոս, սպասի դրանց կորթում արա դրանց կորթում է գրե բերեն եկել է հարցազրույցի դրանց կորթում է Պետրոս փասունեսի տարերը Գիտի տարերեսի, որ ինչ հաջողություն է, ամեն ման օրինակ են տիլի գագոն, են էլ գիտի, բայց լրիվ չգիտի, ասեք, մի քանիսը չգիտի, չի կարում, բայց եսի գիտի, շատ լավ է, 12:30 Հարցեր հիմա, Պարոն Սարգսյան, եկեք անկեղծ խոսենք, ինչու են մարդիկ իրանց տղաներին հանում և քաղաքացիությունը փոխում Հարցը ինչի որ նրանք բանակում կծառայեն մի ամիս, դա կարևոր է իհարկե, կես տարի թե 2 տարի։ Հարցն է որ նրանք վախենում են պատերազմից, որ հնարավոր է պատերազմ լինի, եւ եթե sense թե ընենց իրանց պատերազմի ժամանակ զորակոչելու են պատերազմի, ինչի համար այդքան փող տան։ Եթե պատերազմին մասնակցելու վտանգը եւ մահանալու վտանգը լինելու է էլի նույն ձևի, ինչպես այն ժամանակ։ Ինչի։ Բայց ինչ կան դե չհասկանալու Պետրոս, բայց ինչ կա չհասկանալու։ Բա պատերազմ են հրահրելու, որ տանեն մարդկանց սպանեն, չէ՞, ոնց որ մինչև հիմա արել են։ Բայց փողը մնա այդ մարդկանց մոտ, հա? Այսինքն իրանք մեռնեն, փողը մնա իրանց մոտ, հա, իրանց հարազատների մոտ։ Բայց դրա համար պետք է սկզբից այդ մարդկանցից մի հատ քամեն, թալանեն այդ փողերը վերցնեն, որ իրանց մեզ բաշխեն ուտեն, հետո այդ մարդիկ այդան մեռնեն։ Որ առանց փողի մեռնեն, հասկանում ես, այն բաները ֆաշիստները արծրունիական չկանչի, այն համակենտրոնացման ճամբարներում ինչ են արել, որպեսզի դիակների վերի շորերը չհանեն, Պետրոս, որ իրանց համար նեղություն չլինի, ասել են ձեզ տանում ենք բաղնիկ, հանվեք շորերը կախեք, նոր գնացեք, հետո բաղնիքում գազը տվել են, սաղ մահացել են, շորերը արդեն մեռնողները իրանց ձեռով են իրանց շորերը հանել Արթուրին որ ասես ինքը մոտ է էլի չնայած նրանք ֆաշիստներ չեն իրանք սոցիալ-դեմոկրատներն են եղել հա բայց տենց են արել հիմա էլ այս մարդը տենում է էֆեկտիվ աշխատած փորձած ձև է ասում այ ախպեր մեկա մենք դες տանելու ենք սպանենք փողերն չի մնա ձեր մոտ հետո էլ չիմանան ժառանգություն դա հենա մի անգամից քուխ ձեռով ախպեր ջան բերում ես փողը մուծում ես մի ամիս քեզ հաշվառում են, հետո կռիվ կլեք տանը քեզ կսպանեն կպրծես գետաս։ Վերջացավ գնաց ախպեր ջան, փողը իրանց մոտ է, մարդը չկա։ Ահա։ Դրանից լավ բան։ Հանճարեղ է, օրենսդիր։ Որովհետև մենք սահմանափակում ենք եւ փորձում ենք հնարավորինս բացառել
պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու գործող հնարավորությունները։ Խուսափում է, որ չմասնակցի պատերազմին։ Այո, նաև դրա համար Հիմա ձեր մեծամասամբ մոդելի անվտանգային մեջ նա խնդիրների էլի պատճառով։ մասնակցելու է, ճիշտ եք ասում, նա էլի մասնակցելու է պատերազմին։ Բայց գիտես ինչ այդ մարդուցել է էլի գալի, որովհետև այս հայերը Պետրոս, այն 44 օրյա պատերազմին սախելել էին կամավոր, գնացել էին պատերազմ։ Միամիտ մարդիկ հենց այն իմանում բանը, իրանց հայրենին չեն իմանում է, որ 91 թվից էդի բանը Ադրբեջանա, որ վարչապետը 18 թվից արդեն գիտեր, որ էդի կյանքում Հայաստան չի լինելու, բայց դե խափում էր, ասում էր բանը, մենք միլիմետր չենք գնացեք ձեր հայրենիքը պաշտպանեք, մենք մոտենում ենք հաղթանակին, գնացեք մաս եղեք այդ հաղթանակին։ Հա, դրանք էլ իսկի չէին էլ սպասում, իսկի զինվորական կոմիսարիատից բան կար, ծանոթագիր կար։ Հիմա են դառը պատերազմը բանակից խուսափել, միամիտները սաղել են կամավոր, երկելով բանով գնում էին ինչ իմանային ում հետ գործ ունեն, չէ՞։ Իսկ հիմա ուզում են ասում արիստե խուսափել չկա, այն կամավորության են վախտերն անցավ, դավայ փողերը, այդ գնացել եք, ես իմ տներ ունեք, ես իմ ինչ ունեք, ծախեք սաղ աղքատացեք, բերեք տվեք այդ թալանչիներին, այս մարդիկ փող են սիրում, ժառանգաբար, բերեք փողերը տակ այս մարդկանց, չէ, ձրի է։ Չեք կարծում, որ սա կբերի շատ մեծ սոցիալական անարդարության, այսինքն նա ով հարուստ է, նրա երեխան կծառայի 1 ամիս, նա ով հարուստ չի, իր երեխան կծառայի 2 տարի եւ սա ես կարդում եմ քննադատությունները, մի տեսակ այդ ձեր ասած կաշառքը օրինականացնելու մեթոդը եւ ստեղ երկու բան կա, օրինականացվում է կաշառքը եւ երկրորդ ինքը սոցիալական անհավասարությունը։ Այն ժամանակ էլ չէ՞ տենց հարուստների եւ պաշտոն ունեցողների երեխեքը չէին ծառայում, բան որ գյուղացիական այսպես ասած երեխեքը ծառայում էին։ Բայց Պետրոս հələ մի րոպե էլի։ Այն ժամանակը ո՞րն է, ասենք օրինակ 2018 թվին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո դու այդ ժամանակները նկատի ունես, որ ասենք հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի տղան մեկ էլ դառնում է գիտնական, դիսերտացիա պաշտպանում, իհարկե ոչ մեկ իր մասին ոչ լսել է, ոչ տնտեսագիտական շրջանակներում ինքը հայտնի է, ոչ դասախոս է, ոչ հոդվա գիտնական է ու բանակ չի գնացել։ Կամ բանը Անդրանիկ Քոչարյանի տղան, գիտնական, արա թե դրա Նոբելյա մրցանակի չեն տալի, ես չեմ հասկանում։ Գիտնական մարդ է, էլի, դե հերնել լավ։ Օրինակ Վահագն Խաչատուրյանն է, տղուց հետո է պաշտպանել։ Սկզբից տղեն պաշտպանեց, որ այդ բանակի բանը հետո նոր հերը պաշտպանեց, հերը 70 տարեկան նոր Անդրանիկ Քոչարյան, ու որպեսի, բայց դե որ դառել են գիտնական էլ ոնց գնան բանակ Պետրոս, գիտություն են զարգացնում։ Թողնենք այդ գիտությունը գնա վերանա, հա։ Հիմա որ ասում ես այն ժամանակ հարուստներ ու պաշտոնյաների երեխեքը չէին ծառայում։ Դու ում նկատի ունես։ Կարող է դու նկատի ունես հենց կոնկրետ Վահագն Խաչատուրյանին, մեկ էլ Քոչարյան կամ էլ են բանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահային Վահագն Հովակիմյանի տղան։ Ծառայել է բանակում։ Կարող է դա պաշտոնյա է դրա համար չի ծառայի։ Կարող է հանկարծ այդ հեղափոխությունը չլեր, ինքը ստիված գնար ծառայեր։ Արա բայց դուք ոնց որ 18 թվին շիշ բռնելու վաղտ ուրիշ բաներ էիք խոստանում, չէ՞, որ ելույթներ էր ունենում, տենց ձենը չէր երիկում, ջուրը խմեր շիշ տարզեր ձեռդ։ Բայց չես հիշում այն ժամանակ նա ինչեր էր ասում։ Նախագիծը գալիս է ոչ թե սոցիալական անարդարություն բերելու, այլ հարթելու սոցիալական անհավասարությունը, որը մենք տարիներ շարունակ ունենք եւ այսօր էլ ունենք։ Ձեր նշած խմբի անձինք, այսինքն հարուստների, ճակերտների մեջ ասած հարուստների երեխաները չեն ծառայել եւ այսօր էլ չեն ծառայում, կամ հրաժարվելով քաղաքացիությունից, կամ առողջական թղթեր սարքելով, կամ Հայաստանի Հանրապետությունը լքելով ուսման նպատակով կամ պատրվակով, Հայաստանի Հանրապետություն չվերադառնալով, իրենց հետ տանելով մեծ ֆինանսական միջոցներ։ Բայց դուք էդ եք խոստանում։ Բայց դուք ոնց որ խոստանում եք, որ գայիք այդ անարդարությունները վերացնեիք, չէ՞, որ կապ չունենար հարուստի տղայա, պաշտոնյայի տղայա, բասես ցուցադրական հանում էիք այն Աշոտիկին
ճամփում էիք Արցախի պաշտպանության բանակ ծառայելու, վերջապես երկրի ղեկավարի տղան գնաց բանակ, չնայած ասենք թե Ռոբերտ Քոչյանի տղան գնաց է բանակ ծառայել է, չէ, վերջապես բանը Դավիթ Տոնոյանի տղան գնաց բանակ։ Բայց թատրոններն ինչի համար էր, բայց անարդարություններ են, ասում եմ, հա, ոնց որ այն ժամանակ այնց էլ հիմա, նույն բանն է, ուղղակի այն ժամանակ ինքը падգամավոր չէր, հիմա падգամավոր է։ Այն ժամանակ ուղղակի մի 5000 հոգի ողջ էին, հիմա ողջ չեն։ Էդ է փոխվել մենակ։ Ու դրանից ինչ է շահում մեր այն քաղաքացին, ով այսօր չի կարողանում հրաժարվել քաղաքացիությունից կամ չունի նման ֆինանսական միջոցներ, որպեսզի գնա օրինակ Լոնդոնում սովորելու կամ լավագույն 50 համալսարաններում սովորելու, որպեսզի ստանա տարկետում։ Չկա այսօր անհավասարություն։ Այսօր կա սոցիալական անհավասարություն, դա պայմանավորված է նրանով, որ հարուստները կարողանում են դրսում գումարներ ծախսելով փոխել իրենց երեխայի քաղաքացիությունը, կարողանում են իրենց երեխաներին ուղարկել բարձրագույն կրթություն ստանալու արտասահմանի լավագույն համալսարանները վճարելով ամսական կամ տարեկան մեծ գումարներ եւ որևէ գումար չեն վճարում ոչ պետությանը։ Այ Շիշո ջան, այ բալա դու համալսարներից ես խոսում։ Քու դեմը նստած է Պետրոսը, որի երեխան աղջիկել երեխա է, իսկ բանակի խնդիրը չունի, Լարտրասա Պետրոս աղջիկ որտե է սովորում։ Բան շեֆը Նիկոլը, որ աղջիկ է, ինձ թվում է բանը նա գնացել այլ արտասահման դպրոցը հələ համասանը չէ դպրոցը սովորում մեծ գումարներ են ծախսում բայց հələ հարուստրասա բայց դրանք են չեն գնացել դրանք խո բանակի խնդրեմ չունեն այնադեպ հարուստը մնում է հարուստ էլի արա Պետրոս բայց դու ո՞ս դարար հարուստ արա Ես լսում եի այս 3 օրը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահներ խոսում քննչական կոմիտեի նախագահներ խոսում գլխավոր դատախազներ խոսում հիմա դուք ասում եք որ Նրանց հեշտ է ասում, որ այդ բժշկական թղթերը գնում տալիս եւ առնում են։ Բռնեք մի թողեք։ Այսինքն պետությունը ասում է, ըստ ձեզ, որ մենք չենք կարողանում դրա դիմացն առնենք այդ կոռուպցիայի եւ դրա համար եկեք լեգիտիմացնենք, բերեք այդ փողը տվեք գնացեք։ Նա ոնց որ ուղեղդ աշխատում է Պետրոս։ Ընդամենը մի հանձնաժողով է, գիտես չէ։ Բժշկական հանձնաժողովը զորակոչային, ընդամենը մի հանձնաժողով, այդ հանձնաժողովը է ստեղծում, էլ Արտուրասը, պարոն Շիշբեռնող այդ հանձնաժողովը է ստեղծում։ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարը, մի հանձնաժողով է, որը կայացնում է բոլոր որոշումները։ Մի հանձնաժողովով չեն կարողանում օբյեկտիվ որոշումներ կայացնել, ու ասում են, քանի որ չեն կարող կայացնել, չնայած այսքան պետակամը, դե հիմա ոնց բռնեն Պետրոս։ Խո դրանք ընդդիմադիր չեն որ բռնեն։ Հիմա ասեք Սուրեն Պապիկյանի ստեղծած հանձնաժողովի նախագահը ընդդիմադիր է որ բռնեն։ Facebook-ում լայքա դրե մեկին որ բռնեն։ Իրաց մարդն ոնց բռնեն։ Բռնեն հետո էլ ասեն մեր երկրում կոռուպցիա կա, էս կա, այն կա, հա։ Նա դրա փոխարեն աղբեջը տանեն փողերը մուծեն բրզնի գնա։ Ընդդիմադիրներին են բռնում Պետրոս, ընդդիմադիրների։ Այդ բանակն են ընդդիմադիր։ Օրինակ այն 25 օրյա վարժական հավաքներ որ ասում, ում են տանում։ Անդրանիկ Քոչյանն ասում էր, չէ՞։ Ով որ ցույցերի մասնակցել է, ոստիկանությունը ում որ բերման է ենթարկել, դրանց ցուցակները պիտի փոխանցի պաշտպանության նախարարության, դրանց բոլորին պիտի տանեն բանակ։ Բայց չէ, թողնեն ընդդիմադիրները կամ փողոցները թրև կան իրանց այս գյոզալ իշխանությունը փորձեն նրանց իշխանությունից հեռացնեն։ Բանակը նախատեսված է Պետրոս ընդդիմադիրների ու աղքատների համար։ Հիմա իսկ իրանք այս մարդիկ համ իշխանավոր են, համ հարուստ։ Ուրեմն իրանք չպիտի ծառայեն։ Եթե ինչ որ մեկն էլ ասենք թե իշխանության չի, բայց հարուստ է, ինչպես քերեն, թալանեն, ասեն ո՞ց թե հարուստ։ Արա ո՞ց թե հարուստ։ Արա իրանք ընդեն նստած, ասենք Շիշբեռնովն ընդեն նստած, Նիկոլն ընդեն նստած, Աննան ընդեն նստած, ուրիշ մեկը հարուստ է, հա։ Ասում են, հաջողակ, հլարիստ է։ 1 միլիոն դրամ կտաս, որ հաց ուտես։ Ջուրը ինչքանով ես խմում։ Մի մեծ մզա։ Ջուրը 500,000։ Կբերես կտաս, Աննա Հակոբյանի մոտ ջուրը խմես իր աշկի առաջ, որ ինքը տենա ոնց ես խմում։ Այսպես պետք է բոլորին թալանեն, կեղեքեն, որովհետև իրանց հանձնաժողովն է, բա չէ, կոռուպցիա, մոռուպցիա։ Այդ ինդիմադիրների համար է նախատեսված։ Չէ, մենք մոտիվացիան ենք հասկանում, քաղաքացին ինչու են գնում այդ ճանապարհով։ Դե բարձա։ Այ պարոն Սաքսյան, դուք ինչ կասեք այն ծնողին, որը փող չունի, իր երեխան գնալու է այդ ռիսկերի տակ, ծառայի, իսկ հարևանի երեխան, որի հայրը փող ունի, չի գնալու։ Այդ ծնողին ասում ենք հետևյալը։ Ասեմ ինչ եք ասելու։ Ծնողներին ասում եք հետևյալը։ Սիրելի ծնողներ, մենք ձեզ խաբել ենք
2018 թվին գիտեինք, թե այդ ինչքան կարևոր բան է ձեզ համար, ձեր երեխեքի ճակատագիրը, նրանց ուսումը, կրթությունը, բանակ գնալը եւ այլն։ Մենք ձեզ խաբել ենք, խոստացել ենք, որ կստեղծենք հավասար պայմաններ կրթության համար, հավասար պայմաններ բանակում ծառայելու համար, հավասար պայմաններ փող աշխատելու համար։ Քանի որ մենք ձեզ խաբել ենք, հիմա ձեր ելած չելածը ծախեք, փողերը բերեք տվեք մեզ, դուք է թողեք գնացեք։ Դες կասեք, չէ՞։ Թե ելիք խաբեք։ Հիմա խաբելուց ինչ կասեք։ Որ տարիներ շարունակ քո հարևանի երեխան չի գնացել պարտադիր զինվորական ծառայության, այս ճանապարհներով խուսափելով, մենք հիմա փակում ենք բոլոր ճանապարհները զարտուղի, որպեսզի նա չկարողանա խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ գա զինվորական ծառայության։ Վճարի մեծ գումար եւ այդ գումարով համալրվի բանակը, որպեսզի քո տղան երբ որ ծառայի ավելի մեծ թվով բանակում եւ նաեւ ստանա ավելի մեծ դրամական ապահովում։ Չէ, հիմա էլ այդ կխափեն։ Եղավ։ Իրանք ամեն սեզոնի մի բան են խափում։ Շատ լավ։ Տեսեք, հասվի առնելով մեր երկրում ծնող երեխա հարաբերությունների մշակույթը, պարոն Սարգսյան, չեք կարծում, որ նույնիսկ դա կբերի ինչի, որ նույնիսկ այն ծնողները, ովքեր չունեն այդ գումարը, նրանք վարկ կվեսնեն, պարտք կվեսնեն, տունը կվաճառեն եւ երեխային կազատեն։ Ապրես, Պետրոժան, ապրես, բայց մարդկանց ուզածնել ինչ է, որ հայերը մնան վարկերի տակ, այդքան բանկերին հարստացնեն, այդ բանկերը հետո փողերը բնականաբար տնն։ Իրանք է դառնան տնավեր, տնից տեղից զրկվեն, փողերը տանեն մուծեն այս աղբերներին, այս անուշ աղբերները փողերը տանեն տան թուրքերին, այն հայերն էլ դառնան տնավեր, Հայաստանից թողնեն գնան։ Ապրես։ Ասես չեք կարծում, որ դա տես կլինի։ Բա իհարկե կարծում են, որ էդի գերել են, բայց չհասկացար ինչ են անում Պետրոս։ Մի կողմից բանակն են վերացնում, այսինքն ասում են ախպեր ջան, բանակ մի գնացեք, որ բանակ մարդ չգնա, դուք ձեր տները ծախեք, վարկեր վերցեք, ընկեք տոկոսների տակ, այդ փողերը վերցեք, բերեք տվեք իրանց, իշխանավորներին, Իրան, Նիկոլին, մյուսներին, Պապիկյանին բան, որ իրանք այդ փողը տան թուրքերին, դուք թողեք Հայաստանից գնացեք, այսինքն ինչ ասում, Հայաստան հայ չի մնում, բանակում փող չի մնում, փողն էլ էս մարդկանց մոտ։ Չեք մտածում, որ դա տեսավ, հա, բայց մտածել են, որ անում են, բայց չգիտես միամիտ մարդ են, էլի, տենց սովորական են, հենց իրանց համար բան են, էլի։ Սովորական միամիտ մարդիկ են։ Դու էլ ես միամիտ, ինքն էլ է միամիտ։ Հա, մեկ էլ մենք ենք միամիտ, չենք հասկանում ինչ է սրանց ուզածը։ Ոչ, այդպես չեմ կարծում, որովհետև մենք արդեն իսկ անցած տարի իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծ ընդունվեց, որով 27 տարին լրացած քաղաքացիներ, ովքեր որ խուսափել էին պարտադիր զինվորական ծառայությունից, հնարավորություն ստացան վճարելու գումար եւ ազատվելու ծառայության պատասխանատվությունից եւ նաեւ քրեական պատասխանատվությունից կամ վճարելու փոքր գումար եւ անցնելու որոշ ժամկետով պարտադիր զինվորական ծառայության։ Հասկանում ես Պետրոս, այս մարդը ինչքան օրենքի նախագիծը հեղինակ է, հենց այն ժամանակ մի հատ արել, ստացվել է իմանորը, որ սաղս էցա, փողը տալիս ես, բանակ չես էթում։ Հետախուզման մեջ ես, Սփյուռքում ապրող մարդ ես։ Օրինակ Հովիկ Աղազարյանն ընկած ոչխարի գործ անում։ Չէ՞, ոչխարի փողավը։ Այս մարդը ախպեր ջան, հետախուզման մեջ գտնվող, բերեք ախպեր ջան, արա փողերը տվեք, թողեք գնացեք ձեր համար ֆրֆռացեք, իշ պետություն, իշ բանակ, իշ բան։ Բայց չէ գնացել եք ուզում եք ձրի լինի, հա, ասենք այդակ ձեր համար, մենակ հետախուզման մեջ տարիքը 27-ը լրանագա, ոչ, 27-ը կսարքեն 37, որպեսզի փախնելու տեղ չունենար, բերեք էլի մի ծավալա ձեզ ասում ծառայեք, ումա պետք ծառայել այդ ցավատանը բանակը վերացնում են, երկիրը վերացնում։ Փողերը բերեք տվեք, արա փողերը։ Գիտի ես մարդը ժառանգական է Պետրոս, ժառանգական է։ Սիրում են, հիմա ամեն մարդ մի բան է սիրում։ Մարդկա թիթեռա սիրում, մարդկա չգիտեմ, ծաղիկա սիրում, մարդկա ուրիշ բան է սիրում։ Այս մարդիկ էլ փող են սիրում։ Ինչ տեսել են, այդ են սիրում։ Ծնվել են, այդ են տեսել։ Ծնվել են, տեսել են թոշակառուների փողը գալիս է, ասենք թե մեկ էլ ցես դառնա մի հատ դղյակ, դառնա մի հատ ավտո, դառնա տեսել են երեխա վաղ մարդը չտենում այն սիրում է Պետրոս։ Ինչ տեսա երեխա վաղ մարդը մի բան համով բան ուտում է սիրում է, սա կյանքը սիրում է։ Այս մարդիկ էլ են տեսել, են սիրում։ Սա չի հակասում սահմանադրության
28-րդ հոդվածին, որը ասում է, որ բոլորը հավասար են օրենքի առջև։ Ոչ չի Այս հակասում։ օրենքի բարձում է ովքեր շատ փող ունեն, մի քիչ ավելի հավասար են։ Ոչ չի հակասում Պետրոս, այնքան է հակասում, որ նույնիսկ այն մեր սոխակը, այն որ երկում է արի իմ սոխակը, նույնիսկ այն է ասում, որ սա հակասահմանադրական է, սա սրան դեմ են, բայց չէ, հիմա այ քեզ բան սահմանադրությանը հակասող։ Սահմանադրության հակասողը սահմանադրության փող, ուրեմն պետք է իրանք իրենց փողը չաշխատեն, Ալիևի պահանջը չկատարեն, բանակը չվերացնեն, ինչա թե պատում է, մի հատ սահմանադրության հակասողն է, սահմանադրությունը կփոխեն։ Տես չի։ Այդպես պետք է լելը, բախո ինչ, մեր երկիրը սահմանադրության օրենքներով չի կարգավորվելու։ Ուրեմն Ալիևի պահանջները թողած Պետրոս, մենք պետք է նստենք, մտածենք սահմանադրության մասին։ Ինչ որ Հայաստանի ժողովուրդը սահմանադրությունը ընդունե։ Ալիևի պահանջները մենք պետք է բանակ ունենանք, ինչ ասած սահմանադրության կա, այ քեզի բան։ Վերացրեք սա վերջնագնայի աղբեր ջան, դենց ավելի հեշտ է կառավարելը։ Դե չէ սահմանադրությունը էս հոդվածը, սենց եղավ, էսի օրենքը, սրան հակասը, իսկ նենց հեշտ է։ Ալիևը սիրո մի բան ասում է, պարզ, մաքուր, հասկանալի։ Եթե մեն Ալբանիա հանդիպում են, կոֆե են խմում են, գալի է, ասում են, շեֆն ասել է, ասես պետք է անենք, վերջացավ գնաց։ Տալիս ես հետո ասում են, հիմա ինչ տաուշի գյուղերը չտային, ինչա թե Հայաստանի սահմանադրության մեջ գրածա, որ պիտի Հայաստանի տարածքի փոփոխությունը լինի հանրակրվե։ Ուրեմն պետք է դնեն, այսքան ծախս, հանրակրվե, քվեարկություն, եսի ինչ անեն, որ հենա մի անգամ տալիս ես բռնում ես էլի։ Սահմանադրությունս որն է։ Իսկ հավասարության մասով ասեմ, որ բոլորի համար լինում է հավասար պայմանները եւ այս պայմաններից կարող են օգտվել բոլորը հավասարապես։ Ուզում ես հավասարապես օգտվել։ Գնա փող աշխատարա, գնացեք փող աշխատեք, կարա չասիբներ։ Բայց չէ, բայց մարդկանց փողը ով պետք է տա։ Ուզում եք հավասարությունը լինի։ Գնացեք սաղատե փող աշխատեք, հավասար բերեք, ձեր 20 միլիոնները մուծեք։ Հիմա որ 20 միլիոն մուծը կարող է մեկից 20 առնեն, մյուսին 25։ Ոչ։ Հավասարապես բոլորից առնելու են 20 միլիոն։ Ահա։ Հավասար մուծելու են ու հավասարությունը պահպանվելու է։ Իսկ ընդ մնացին են քասիբները, այ քեզ բան, բա ո մեռնի։ Բա ո մեռնի։ Պարոն Սարգսյան, դուք սա քննարկել եք ձեր ֆրակցիայի եւ ընդդիմության հետ այս օրենք։ Լավ էլի Պետրոս, դու համահանում, ինչ է դիմություն։ Արա դու չգիտես, որ մեր երկիրը ժողովրդավարական երկիր է։ Ժողովրդավարական երկրում ընդդիմության հետ հարցեր չեն քննարկում։ Ժողովրդավարական երկրում ընդդիմությանը ծեծում են, ընդդիմությանը դալիճից հանում շպրտում են դուս, ոստիկաններին, զինվորականներին բերում են մտցնում են ազգային ժողովի դալիճ, որ հենց մի հատ ընդդիմադիր, մի հատ կարծիք հայտնում, դրան վերցում են տանում են դուս։ Չի կարելի ընդդիմության հետ հարցեր քննարկել, խորհրդանական լսումներ անել, հանրային քննարկումներ անել, չի կարելի։ Ժողովրդավարական երկրում քննարկում են մենակ վարչապետի հետ, ժողովրդի կողմից ընտրված ազգընտիր վարչապետի հետ։ Տարակարը դնաստենք ձեզ ժողովրդավարություն սովորացնենք արա։ Այս մարդը գիտի, այս մարդը շիշ բռնող է, ինքը այդ ժողովրդավարական վարչապետի բռնել է շիշը։ Եվ ինքը գիտի ոնց է այդ հարցի լուծման ձևը, վարչա ինչ ընդդիմություն, հասարակություն, ոնց կարելի է այդպես, ասենք ամբողջ ժողովրդին վերաբերող օրենքը տանես ինչ որ ժողովրդի հետ քննարկես, կամ բանը, ընդդիմություն, ոնց կարելի է։ Ասենք այդ ժողովուրդը ընդդիմությունն է մի ուրիշ բան ասած, որը հակասեց Ալիևի ասածին, ինչ են անելու։ Չի կարելի։ Չքննարկեք հանկարծ։ Դուք ձեզնով, դու վարչապետը իրար հետ, վարչապետը հետ չի քննարկել։ Ես նախագիծը ներկայացրել եմ կառավարության գործընկերներին, վարչապետին եւ նաեւ ազգային ժողովի գործընկերներին։ Ապրես, ժողովրդավարական ձևերը գիտի մարդը։ Վարչապետի հանձնարարականով իմ առաջարկները գնացել են կառավարության բոլոր անդամներին, դեռևս 2024 թվականի հունվարին եկել են կարծիքներ, մեծամասամբ կարծիքները եղել են դրական, նաև ունենք գործընկերներ, ովքեր որ մտահոգություններ են հայտնել, որ կարող է նաև սա սոցիալական անհավասարության եւ հանրության շրջանում հիասթափություն առաջացնել, բայց ես համոզված եմ, որ ճիշտ ներկայացնելու դեպքում մենք կարող ենք մեր հանրությանը բացատրել եւ թվերի եւ վիճակագրության ներկայացմամբ պարզ դարձնել, որ
այս օրենքի նախագիծը բխում է մեր Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու շահերից։ Հասկացար Պետրոս, այսինքն այս մարդ ազգային ժողովի падգամավոր է, բայց դա հիմա ժամանակ չունի էլի։ Ժամանակ չունի իր գործը թողած կրիմինալ բազարներ ընդեղից, այն չգիտեմ, փարակարում իշխանազավթում ընդեղից, Վարդենիսի քաղաքապետի ընտրություններ ընդեղից, սաղ իր գործը պիտի թողած նստի քո կարծիքով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենք կարդա, ինչա թե իմանա թե օրենքի նախագիծը քննարկման ինչ փուլեր է անցնում, ոնց է։ Ոչ, այս մարդը ձևը գիտի, ինչ ասում, ասում է, ես օրենքի նախագիծ, ես եմ հեղինակը, իմ առաջարկները, իրանն է, ինքը մեծ մտածող է, մեծ։ Ինքը առաջարկել է վարչապետին, հիմա իրանց խնդիրն է դա բացատրեն, այսինքն իրանք վարչապետի հետ որոշել են, հիմա իրանց խնդիրն է մեզ բացատրեն, որ մենք հասկանանք, որ դա մեր բոլորի շահերից բխում է, ու եթե մենք հանկարծ չհասկանանք, իրանք մեզ կդնեն ուրիշ ձևի կբացատրեն, պարզ է, կտանեն կկործանեն, կտանեն կվերացնեն, ուզում ես հասկանաս, խելոք նստի, չէ, նստեն քննարկեն, կարծիք լսեն, հանկարծ հասկացել ենք, Շիշ Բռնող ջան, հասկացել ենք, որ էսի բխում է Ադրբեջանի շահերից, որ էս դրա արդյունքում լինելու է հետևյալը, բանակը վերանալու է, Ալիևն էլ դա պահանջել է, որ պիտի մեր երկիրը բանակ չունենա, ժողովրդի ձեռը եթե մի 2 կոպեկ փող կա, այդ փողն էլ պիտի դրանց ձեռից առնենք, այդ փողը բերենք տանք ձեզ, որ համ բանակում զինվոր չլինի, համ ժողովրդի ձեռը փող չլինի, համ էլ այդ փողը լինի ձեզ մոտ։ Մենք այդքան բան հասկացել ենք։ Պետրոս ջան, եթե մի մարդկանց խումբ Ալիևի պահանջները կատարում է, Հայաստանի ժողովրդին թալանում է, բանակն էլ վերացնում է։ Մենք այդ մարդուն ինչ պիտի ասենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեր հյուրը Հայկ Սարգսյանն է, կհանդիպենք ցտեսություն։